Hi guys, եկել եմ պատմեմ իմ առաջին ֆրիլանս գործի մասին։ Ուրեմն, շատ տարիներ առաջ, երբ ես 21 տարեկան էի, որոշեցի, որ էլ չկա Հայաստանում նենց տեղ, որտեղ ուզում եմ աշխատեմ, ու լսել էի, որ ֆրիլանսով հնարավոր է ավելի շատ գումար աշխատել, քան սովորական գործի տեղը, ու մտածեցի, ինչու ոչ, կարելի է փորձել։ Ճիշտ է, այս ժամանակ անգլերեն համարյա չգիտեի ու բացարձակ ոչ փորձ ունեի, ոչ ծանոթներ ունեի, ովքեր ֆրիլանսով են զբաղվում։ Զուտ գիտեի մի հատ կայքի մասին, որի անունն էր Upwork, ու այդ հնարավորության մասին, վերջ ուրիշ ոչ մի բան չունեի։ Նույնիսկ պորտֆոլիոյի գործեր նորմալ չունեի, որովհետև այդ ժամանակ աշխատում էի այնց տեղ, որտեղից չէր կարելի վերցնել քո արած գործերը ու ցույց տալ աշխարհին։ Ուրեմն ինչ արեցի։ Կանչեցի ընկերուհուս, ով որ էլի անիմատոր էր ու ով որ շատ լավ անգլերեն էր խոսում ու շատ լավ կոմունիկացիոն սկիլեր ուներ, որոշեցինք երկուսով բացենք ստուդիա, որտեղից կաշխատենք, որտեղ տնից աշխատելը շատ դժվար էր։ Ամեն մեկս մի 50-60 հազար դրամ գումար ունեինք, գտանք 120 հազար դրամ արժողությամբ ստուդիա, աշխարհի ծերը, վերցրեցինք այդ 120 հազարը տվեցինք, վերցրեցինք այդ տեղը, մեր կոմպերատորը դրեցինք ու նստեցինք, որ վсё, արդեն գործ ենք անում։ Ու պարզվեց, որ այնքան դժվար էր գործ գտնելը, սկսեցինք օր ու գիշեր աշխատել մեր պորտֆոլիոների վրա, ինչ որ ծրագրեր էինք սովորում, պորտֆոլիոներն էինք թարմացնում, մյուսին ինչեր էինք անում։ Իհարկե գրանցվեցինք Upwork ու սկսեցինք երկուսիս էջերից անվերջ նամակներ ուղարկել, ընթացքում սովորել ոնց է պետք ուղարկել, ոնց պետք չի ուղարկել, բայց սկզբի մի ամիսը, երևի մի 20 օրը բացարձակ լռություններ, ընդհանրապես ոչ մեկ չէր արձագանքում մեզ։ Ու ինչ արեցինք։ Տեսանք մի գործի հայտարարություն Upwork-ում, որտեղ ինչ որ ստիկ ֆիգուրաներով տենց պարող անիմացիաներ էին ուզում։ Հասկացանք, որ այդ կարանք անենք, բայց դրա նման գործ մեր պորտֆոլիոյում չունենք։ Ու ինչ արեցինք։ Նստեցինք, սարքեցինք այդ կլիենտի ուզած անիմացիայից մի հատ օրինակ, ուղարկեցինք այդ կլիենտին ու ասացինք, որ սենց բան ենք արել, մտքում թե մեր պորտֆոլիոյում տենց բան կա, էլի փորձ ունենք, ոչ էինք ասելու հատուկ ձեր համար էս գործը արել ենք, որ մեզ էս գործը տաք։ Ու ինչ եղավ, իհարկե այդ հաճախորդը մեզ պատասխանեց ու այդ գործը տվեց, դրանից կարծեմ մի $600 փող աշխատեցինք, մի քանի ամիս մեզ գործ էր տալիս, ու դրանից հետո ինչ որ տենց սկսեցին մեզ պատասխանել։ Շաբաթը մի հոգի, հետո 2 հոգի, հետո 3 հոգի, հետո եկավ մի հատ պահ, որ հասկացանք, որ մենք լիքը գործ ունենք ու մենք գիշերները չենք քնում ու չենք հասցնում ոչ մի բան անենք։ Ну հասցնում ենք, բայց մենք դրան զուգահեռ նաև սովորում էինք, այսինքն անընդհատ ինչ որ տուտորիալներ էինք նայում, իրարից էինք սովորում, նոր պրոյեկտների վրա էինք ինչ որ նոր բաներ սովորում, որովհետև նենց չի որ շատ փորձ ունեինք, էլի հենց այն սֆերայում, որտեղ որ ուզում էինք աշխատել, ու երևի 2 տարի տենց քրքրվելով աշխատեցինք, սովորելով, պորտֆոլիոներ սարքելով եւ այլն։ Ու հետո մի գեղեցիկ օր նամակ ստացանք Fiverr-ից, այդ ժամանակ մենք գաղափար չունեինք Fiverr-ը ինչ է։ Fiverr-ը մեզ առաջարկում էր, որ մենք դառնանք Fiverr-ի անդամ ու մեզ տալու էր Pro account, որով կարայինք միանգամից գտնեինք հաճախորդների։ Վստահություն չկար ընդհանրապես ու չգիտեինք, մեզ պետք չի, հնա Upwork-ը լավ է աշխատում, այլի շատ պետքներ է սա Fiverr-ը, բայց ասացինք լավ ինչ ունենք կորցնելու, մի հատ փորձենք։ Փորձեցինք առաջին օրվանից մենք սկսեցինք ստանալ պատվերներ։ Այդ մի 8 տարի առաջ էր ու այդ ժամանակ շատ քիչ էին մարդիկ, ովքեր անում էին այն ինչ որ մենք ենք անում ու այդ որակի ընդհանրապես մարդ չկար անող։ Մենք ամենաթանկն էինք այնտեղ, բայց տենց շատ լավ ու շատ արագ աշխատեց ու պրիտոմ Fiverr-ի կլիենտները ավելի վճարունակ էին, քան Upwork-ի կլիենտներն էին։ Մենք երբեք երևի Upwork-ում այդքան բարձր գին վճարող հաճախորդ չենք ունեցել, ինչքան Fiverr-ում, չնայած որ Fiverr-ը համարվում է էժան սերվիսների տեղ, բայց մեր դեպքում լրիվ հակառակն էր, Upwork-ն էր մեր համար էժան սերվիսների տեղ, որովհետև այնտեղ բարձր գին ոչ մեկ չէր ուզում վճարել, իսկ Fiverr-ում տենց շատ սիրով վճարում էին։ Երկրորդ բանը, որ Fiverr-ում շատ լավ էր,
էդ էներ, որ Fiverr-ում դու ոչ մի բան չես անում կլիենտ գտնելու համար։ Նու գիգդ սարքում ես, պորտֆոլիոդ եւ այլն եւ այլն, այդ ամեն ինչը անում ես, բայց հետո դու ուղղակի սպասում ես ու քեզ գրում են։ Իսկ Upwork-ում մենք բացի նրանից, որ աշխատում էինք, նաև մենք ամեն օր պետքա ժամանակ հատկացնեինք, տեսնեինք ինչ նոր հայտարարություններ կան, այդ հայտարարություններին գրեինք, որ մեզ գործ տային, մի խոսքով, այդ հաճախորդի հետևից ընկնելու պահը շատ էր Upwork-ում։ Հետո այնպես ստացվեց, որ ես որոշեցի առանձնանամ իմ այդ պահին բիզնես պարտներից ու պետք էր ամեն ինչ սկսել զրոյից։ Ես այդ ժամանակ ունեի Upwork-ի account, որով մի քանի պատվեր արել էի ու վերջ, ու իմ պորտֆոլիոն, ուրիշ ոչ մի բան չունեի, ու ես գիտեի, որ Fiverr-ը այնտեղն է, որտեղ ես ուզում եմ աշխատեմ, որովհետև արդեն դրա մեջով անցել էի ու գիտեի ինչքան լավ բան է։ Ուրեմն ինչ արեցի։ Գնացի Upwork-ով մի քանի գործ վերցրեցի, երևի մի 4-5 հաճախորդ, այդ հաճախորդներին ստորաբար հենց Upwork-ով գրում էի, ասում էի եկեք Fiverr, ես ձեզ լիքը զեղչ կտամ, տես լավ զեղչեր էի տալիս, ասում էի, բայց մի պայմանով, որ Fiverr-ով եք պատվերը տալու, ոչ թե Upwork-ով, գալիս էին Fiverr, պատվերը տալիս էին, 5 աստղերը դնում էին, պրոֆիլիս տեսանելիությունը բարձրանում էր, իհարկե ես Upwork-ից նամակ ստացա, որ եթե մի անգամ էսենց բան անեք, ձեր էջը կփակենք, բայց ինձ այնքան մեկ էր այդ պահին Upwork-ի իմ էջը, դաժե որ լիքը preview-ներ ուներ, ու այնքան մեծ էր մոտիվացիան Fiverr-ում նորից ռեպուտացիա վերականգնելու, որ ես պատրաստ էի նույնիսկ Upwork-իս էջը փակելուն։ Այտենց գնացի Fiverr ու էլի առաջի ամիսը առաջի ամսվա կեսից արդեն սկսեցի պատվերներ ունենալ, բայց սկզբում մի 5 հատ feedback եմ հավաքել դրսից, որտեվ առանց դրա հնարավոր չէր։ Եվ ինչ եղավ հետո։ Ընդամենը 1 ամիս հետո ես նամակ ստացա Fiverr-ում, հենց Fiverr-ի աշխատողներից մեկից։ Ու այդ աշխատողը ասում էր. «Գայանե ջան, մենք տեսնում ենք, որ դուք հրաշալի գործ եք անում։ Չեք ուզում պրո դառնաք»։ Ասացի. «Ձեռեք առնում, իհարկե ուզում եմ, տվեք»։ Տենց պրո account տվեցին ինձ նորից, իսկ պրո account նշանակում է, որ դու ընդեղ 99%-ից ավելի բարձր տեղում ես, այդ նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր ունեն ստատուս, ունեն փող, իրանք գալիս են հենց պրոերի հետ են մենակ աշխատում, որտեվ պրոերը վստահելի են ու թանկ են ավելի։ Տենց, բայց մինչև այդ պրո account ստանալը, ինձ նամակ եկավ Fiverr-ից, որ ձեր էջը բլոկավորված է, որովհետև դուք օգտագործում եք ուրիշի գործերը։ Այդ իհարկե ես իմ գործերն էի օգտագործում, բայց իմ գործերը նաև կային նախորդ Fiverr-ի account-ում, որով ես իմ ընկերուհու հետ սկսել էի աշխատել։ Ինչ-որ մեկը բողոքել էր իմ դեմ, մտածել էր, որ ես խաբում եմ եւ ուրիշի գործերն եմ օգտագործում եւ փակել էր իմ էջը։ Դրանից հետո ես մի անգամ էլ բացեցի, էլի այդ նույն գործողությունները արեցի ու ստացվեց։ Առակս ինչ կցուցանե, երբ կա նպատակ ու շատ մեծ ցանկություն ինչ-որ բան անելու, այդտեղ ոչ ժամանակը, ոչ դժվարությունը, ոչ խամ սենց մի տեսակ ծուռ նստած, կարա չէ, սաղ ընթացքում սենց նստեի։ Հա, ոչ մի բան կապ չունի, դու գիտես ինչ ես ուզում անես, գիտես ոնց ես ուզում անես, ունես նպատակ, գնում ես։ Նույնիսկ եթե այդ նշանակում է մի ամիս շարունակ առավոտից գիշեր անվերջ աշխատել, սովորել պորտֆոլիո սարքել, նոր account-ներ բացել, կլիենտներին գրել, էքստրա գործ անել, ձրի գործ անել, զեղչեր տալ, խաբել, ընկերներին խառնել, էջդ փակվի, որի համար ահագին աշխատել ես, նորից բացել, նորից փորձել։ Բայց իհարկե այդ ամենը չէր լինի, եթե ես չաշխատեի իմ կյանքի ամենասիրած գործով, որն էր անիմացիան, ես ոչ կկարողանայի այդքան որակ ստանայի, ոչ կկարողանայի այդքան մոտիվացիա ունենայի, ոչ մի բան։
Դրա համար հորդորում եմ բոլորիդ գտեք ձեր սրտի մասնագիտությունը, նենց բան, որից դուք ահա որ շատ կայֆ եք ստանում։ Նույնիսկ եթե դուք ձեր ամբողջ կյանքը, չգիտեմ, 10 տարի ծախսել եք ու սովորել եք դիզայն, բայց հասկանում եք, որ այդ այն չի, ինչի համար որ դուք խելագարվում եք։ Նոր բան սովորեք։ Նենց բան, որ ձեզ իսկականից այդ թևերը տալիս է, տենց էլի։ Իրական ցանկացած գործ շատ հեշտ է սովորել, մանավանդ հիմա, որ այսքան անվճար ինֆորմացիա կա, այսքան շատ էժան կուրսեր կան, այսքան մասնագետներ կան, ահա որ հեշտ է։ Ու ես ձեզ ասեմ, որ լավ մասնագետի պահանջ միշտ լինում է։ Միշտ ամենտեղ։ Իսկ եթե ուզում եք դառնաք լավ մասնագետ ու ձեր պահանջը լինի ու ձեր էներգիան սենց աշխատի ու այդ հաճախորդները գան դեպի ձեզ ու ամեն ինչ ստացվի, պետք է ահա որ շատ սիրեք ձեր գործը։ Շնորհակալություն, ձեզ հետ էր կայանեն։